Բոլորին այսօր մենք կլսենք մի հատ շատ հրաշալի վկայություն, որը կփառավորի մեր Աստծուն։ Իմ կողքը մեր Կրիստինա քույրիկն է եւ պատմի։ Իրականում շատ ծանր ճգնաժամից եմ Աստծուն եկել ու երբ որ առաջի անգամ եկեղեցի եմ եկել, այն ժամանակ կոնֆերանսներ էր եկեղեցում եւ որոշեցի, որ Տիրոջը պիտի գամ ու հստակ որոշում էի կայացրել, որ այդ ժամանակ ես այդ 4 օրյա կոնֆերանսներին առավոտի Ցիրիկում լինեմ եկեղեցում եւ շատ լավ հիշում եմ այդ ժամանակ Խամոյաններ ծառայելու, երբ որ բարձրացավ բեմ, անմիջապես ոտքի մեջ մտավ եւ ասեց, այստեղ կա մի կին, ում գլխի վրա կա ուռուցք, որտեղ որ բժիշկները ոչ ոք հույս չի տվել, ոչ ոք ճանապարհներ չի հարթել, որ կարելի է վիրահատել, կարելի է առողջականը մի քիչ ավելի բարելավել եւ ես շատ վախեցած էի, շատ լավ եմ հիշում, որտեղ էի նստած, նույնիսկ խոսքը շատ լավ հիշում եմ եւ ոչ մեկ չէր կանգնում ու մտքիս մեջ ասում էի Տեր, նյութելի որ սա Տիրոջ խոսքն է, որ իմ մասին է խոսացվում եւ եւս մեկ անգամ ասեց, ասում եմ այն կնոջը, որ ունի այդ խնդիրը եւ այսօր այստեղ է, թող կանգնի, մենք պիտի աղոթենք ու հետևիցս մի կին բարձրաձայնեց, այնց ուսի սփվեց, ասեց, չես լսում, քո մասին են խոսում, ոտքի կանգնի։ Ես էլի ոտքի չկանգնեցի ու շատ լավ եմ հիշում, որ հորվը ձեռքով ցույց տվեց այն տեղը, որտեղ որ ես նստած էի, ու ես կանգնել եմ, որ բոլորը եկեղեցում հովիվ միասին իմ համար աղոթեցին ու փառք եմ տալիս Հիսուսին, այսօր Աստծո տան մեջ եմ ու Աստծո ծառայության մեջ եմ գտնվում մինչև օրս, հավատացեք, այս պահին դեռ այն հագուստով, որ եղել եմ այդ օրը, ես մինչև օրս պահում եմ այդ հագուստը ու ամեն հովին տեսնելուց ես այդ Մարգարեյանալը հիշում եմ, որ ոնց տեսավ ու այդ օրվանից մինչ օրս ես հավատում եմ Տիրոջը, հավատացեք Հիսուսի խոսքին, եկեք դեպի Տիրոջը ու դուք կապրեք ու կապրեցնեք շատ մարդկանց։ Ամեն, հիանալի վկայություն եւ այդ վկայությունը նաեւ կարաս տաս դու, եթե հավատաս Հիսուսին եւ ընդունես քո սրտի մեջ, թող Տերը փառավորվի ձեր կյանքում, ամեն։